Եթերում լուրերի փետրվարի 19-ի առաջին թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Նոր մանրամասներ նախորդին Աչափնյակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից, ըստ տեղեկությունների միջադեպը տեղի ունեցել կնոջ պատճառով։ Իբրև թե մասնակիցներից մեկը փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկի մտերմուհու նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։ Կենցաղային վեճը սրվել է և վերածվել հրաձգության։ Ոստիկանությունը փնտրում է արյունալի միջադեպի վայրից փախուստի դիմացներին։ Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ բախման հետևանքով հոսպիտալացված 6 քաղաքացիների վիճակը բավականին ծանր է, նրանք վիրահատվել են։ Ավելի վաղ պարզվել էր, որ 7 տուժածներից մեկը 45-ամյա տղամարդը մահացել է հենց վիրահատական սեղանին։ Պետական այցով Հունաստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն անհարմար իրավիճակում է հայտնվել։ Ելույթից առաջ նա չի իմացել, որ բարձրախոսները միացված են և անհանգստացել է, թե այս խեղճ մարդկանց սոված ենք պահում։ Երբ խնդրել է բարձրախոսը միացնել ելույթի համար, նրան տեղեկացրել են, որ ամեն ինչ կարգին է, բարձրախոսն էլ միացված է։ Խեղճ մարդկանց սոված ենք պահում։ It's okay. Հայաստանի իշխանությունների ցանկությունը փոխարինել Ռուսաստանին երկաթուղիների կառավարման գործում վատ մշակված որոշում է և կարող է ծանր հետևանքների հանգեցնել։ Հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և հիշեցրել, որ Հարավկովկասյան երկաթուղին գրեթե 20 տարի կատարում է կոնցեսիոն պայմանագրի պայմանները։ Նրա խոսքով այս ընթացքում ռուսական ներդրումների ծավալը գերազանցել է 30 միլիարդ ռուբլին։ Հայաստանի բյուջե ավելի քան 15 միլիարդ ռուբլի հարկ է փոխանցվել։ Ինտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Նրա խոսքով պահանջարկը տարեցտարի աճում է, այլ ոչ թե նվազում։ Նույնիսկ եթե ավելանան 3 կամ 4 լրացուցիչ երթուղիներ, դրանք դեռևս հավանաբար անբավարար կլինեն այս արևելքի և արևմուտքի միջև շարժվող ողջ բեռնաշրջանառությունը սպասարկելու համար։ Ինչ վերաբերում է որոշակի կողմերի փորձերին շահարկել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները Վրաստանի համատեքստում, ստեղծել երկդիմի իրավիճակներ կամ ուղղորդված հարցեր հնչեցնել, մենք այդ ամենը հստակ տեսնում ենք, ողջունում ենք և դա չենք դիտարկում որպես մրցակցություն Վրաստանով անցնող երթուղու համար, ասել է արտգործնախարարը։ Միջազգային լրահոսից Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում լարվածությունը կարծես ավելի է սրվում։ Ամերիկյան կողմից հնչում են Իրանին ռազմական հարվածներ հասցնելու սպառնալիքներ, եթե բանակցությունները փակուղի մտնեն։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով Թրամփը որոշ կարմիր գծեր է քաշել, որոնք իրանական կողմը դեռ չի ցանկանում ընդունել։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, թե ակնկալվում է, որ Իրանն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ավելի շատ մանրամասներ կտրամադրի իր բանակցային դիրքորոշման վերաբերյալ, սակայն նա չի ասել, արդյոք Թրամփը ձեռնպահ կմնա ռազմական գործողություններից այդ ժամանակահատվածում։ Փորձագետները պնդում են, թե չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին նահանգները կհարվածի Իրանին։ Մի քանի խոշոր լրատվականներ էլ գրում են, որ դա ամենայն հավանականությամբ կլինի փետրվարի 21-ին։ Վթար, որի զոհը երթևեկության կարգավորիչն էր, Երևանի Կոմիտաս Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթից տուժել է պարեկային ծառայության աշխատակից։ Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ վրաերթի ենթարկված պարեկը ծառայության մեջ է եղել տվյալ խաչմերուկում։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։ Առայժմ։